Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Այսօր ձեր հետ միասին պետք է ամփոփենք Եմենում տեղի ունեցած իրադարձությունները եւ կարելի ասել այն վերլուծությունները, որը մենք ձեր հետ միասին արեցինք Եմենի ուղղությունով, մեկ անգամ եւս հաստատվեց եւ մենք հստակ գիտենք արդեն թե ինչպիսի զարգացումներ տեղի ունեցան, որովհետեւ առաջերտին մենք ձեր հետ միասին նախորդ այս ամեն ինչը վերլուծել էինք։ Մենք գիտենք ով ում հետ է կապված եւ հիմա հասկանալի է, որ այնպես զարգացավ իրադարձությունները, ինչպես մենք ձեր հետ միասին սպասում էինք։ Պետք է ասեմ, որ հունվարի 1-ին մինչև մենք բոլորս զբաղված էինք Սաուդյան Արաբիայի կողմից աջակցված ուժերը սկսեցին ռազմական գործողություններ։ Մինչև անցնելը բուն հարցին ես ձեզ կոչ եմ անում անպայման լայքեք այս վերլուծությունը, գրեք ձեր մեկնաբանությունները, բաժանորդագրվեք եւ նկարագրությունում նշված միջոցների շնորհիվ դուք կարող եք աջակցել իմ աշխատանքին եւ ալիքին։ Անցնենք հարցին եւ հետաքրքիր վերլուծությունին, որ փաստացի հունվարի 1-ին սկսեցին ռազմական գործողություններ Սաուդյան Արաբիան եւ իր կողմից աջակցված Չակրտերում կենտրոնական իշխանությունները այս ուղղությունով մուտք գործեցին, տեսեք այս ուղղության մասին է խոսքը, այս ուղղությունով միանգամից մուտք գործեցին, դրա հետևանքով մենք տեսնում ենք, որ գրավեցին այս քաղաքը այստեղ գտնվող եւ հունվարի 2-ին արդեն իրանք շարժը սկսեցին նաեւ հյուսիսից այս հատվածից սահմանի անցան դեպի այս քաղաքներ այստեղ գրավեցին այդ քաղաքները եւ հիմա ես ձեզ հերվից մի փոքր ցույց տամ ինչպիսի է այդպես իրավիճակը տեսնում եք ամսու 4-ին արդեն հունվարի գրավել էին այս քաղաքը եւ սկսում էին լայնածավալ հարձակումներ Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից աջակցված հարավային այս ուժերին, որոնք ներկա են այս հատվածում, որոնք ներկա են այս հատվածում եւ քաղաք Ադենում։ Միացյալ Արաբական Էմիրությունները որոշում կայացրեցին, որ հետ քաշվեն, կարելի ասել, որովհետև հասկացան, որ չեն կարող Սաուդյան Արաբիայի հետ այստեղ մրցակցել։ Դա ունի բազմաթիվ շերտեր, առաջինը դա իհարկե ռազմական հնարավորությունների շերտն է, քաղաքական շերտն է, տնտեսական շերտն է, ֆիզիկական ներկայության շերտն է, որովհետև Միացյալ Արաբական Էմիրությունների համար այստեղ պետք է այսպես գալ։ Իսկ Սաուդյան Արաբիան ունի սահման եւ միանգամից այստեղից է ներխուժը։ Եվ ամսի 5-ին մենք արդեն տեսնում ենք, որ իրանք շարժվում են առաջ, ամսի 6-ին հունվարի Մուկալլա այստեղ նավահանգիստը գրավում են։ Դրանով բաժանում են տարածքը երկու մասի, դրանից հետո ակնհայտ է դառնում, որ այս տարածքը էլ արդեն ուրիշ տարբերակ չկա եւ կընկնի, եւ այս հատվածում էլ նաեւ պարզ է, որ առաջընթաց են ունենալու։ Ամսի 7-ին շարունակում են հարվածները եւ ամսի 8-ին տեսնում եք արդեն գրավում են այս հատվածն էլ եւ գալիս է նույնիսկ միանգամից եւ գրավում են քաղաք Ադենը, ամենակարևոր այստեղ քաղաքը։ Եվ այսօրվա դրությամբ կարամ ասեմ ձեզ, որ իրավիճակը այսպիսին է։ Այս բոլոր քաղաքները գրաված են կենտրոնական իշխանության կողմից, որը աջակցված է Սաուդյան Արաբիայի կողմից, իսկ այս հատվածում մենք ունենք Ադենը գրաված նաեւ եւ կենտրոնական իշխանությունների պահանջով հարավական այս միջանկյալ խորհուրդը, որը աջակցված է Միացյալ Արաբական Էմիրությունների կողմից, հայտարարել է, որ ինքը չեղարկում է իր գործունեությունը եւ զինաթափվում է։ Սրանով փաստացի համաձայնվում է Սաուդյան Արաբիային հանձնել ամբողջ այս տարածքը։ Հիմա գլխավոր հարցերից մեկը նրանում է, այս հարավային տարածքը, որը մենք այստեղ ձեր հետ միասին տեսնում ենք, ինքը կմնա վերահսկողության տակ Սաուդյան Արաբիայի, թե կանցնի ուրեմն հութիների, այսինքն Իրանի կողմից աջակցված այս կարմիրով նշված ուժերի կողմի իշխանության տակ։ Հութիները արդյոք կսկսեն հարձակումներ այս ուղղությունով, թե ոչ, ենթադրում են, որ ոչ, չեն ուզենա միանգամից Սաուդյան Արաբիայի հետ պատերազմի մեջ մտնել, այնպես էլ ունեն այդ փորձը պատերազմի եւ ոչ մի լավ բանով չի ավարտվում այդ պատերազմը։ Ուստի ես կարծում եմ կտան հնարավորություն, որ գրավեն ամբողջությամբ կենտրոնական իշխանությունները եւ Սաուդյան Արաբիան այս հատվածը դեղինով նշված։ Լավ կլիներ հութիների համար իհարկե այդ հատվածը գրավել, որտեղ ել ավելի հարավ կդուրս գային, բայց համոզված չեմ, որ դա կարան անել։ Կարող է նույնիսկ պայմանավորվեն կողմերը եւ թույլ տան դա անեն հութիներին։ Ինչու՞։ Որովհետեւ տեսեք, այս իրադարձությունները ինչու մասին է այստեղ։ Սա իհարկե ուղղակի պատերազմական գործողություններ չեն։ Միացյալ Արաբական Էմիրությունները աջակցված են Իսրայելի կողմից, իսկ Սաուդյան Արաբիային աջակցում է Թուրքիան։ Միասին են։ Ռեջեփ Տայիպ Էրդողանը նույնիսկ զանգել է մի քանի օր առաջ եւ քննարկել է այս հարցերը, ուրեմն Սաուդյան Արաբիայի ղեկավարի հետ։ Որովհետեւ Իսրայելը աջակցում է Միացյալ Արաբական Էմիրություններին եւ Իսրայելը ուզում էր այս ափին, հյուսիսային ափին, Ադենի
ծոցի ունենալ վերահսկողություն իդեմս իր դաշնակցի։ Իսկ հարավային ափը, տեսնում եք, այստեղ Բերբերան եւ Հարգեյստան, սա Սոմալիլենդն է, որի մասին մենք ձեր հետ միասին խոսել ենք, եւ Իսրայելը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, իսկ մնացած Սոմալիայում այստեղ Թուրքիան է ներկա, Թուրքիան, եւ այս հատվածում էլ իրականում Սոմալիլենդի հատվածում ներկա է հիմա Իսրայելը, արդեն խոսք է գնում, որ ունի ռազմակայաններ այդտեղ։ Իհարկե Թուրքիան դժգոհ կլիներ, եթե այս հատվածում էլ լիներ Իսրայելին մոտիկ այսպիսի ուժ, եւ կարելի է ասել, որ ակնհայտ է, որ Սաուդյան Արաբիան ուզում է այս հատվածը վերահսկի, հարավային հարվածը վերահսկի Թուրքիան։ Ուստի այստեղ լինելու է Թուրքիա, այստեղ լինելու է Իսրայել, այստեղ լինելու է Սաուդյան Արաբիա, բայց չի լինելու այսինքն Միացյալ Արաբական Էմիրություններ, որը ուզում է լինել, եւ լինելու է Իրան։ Ինչքանով Իրանին թույլ կտան այդտեղ լինի։ Ես կարծում եմ, մինչև Իրանում ռեժիմը կա, թույլ կտան, որովհետև տեսեք, շատ բաներ կա, երբ Իրանի հարձակումները Իսրայելի վրա ձեռնտու է Սաուդյան Արաբիային կամ Թուրքիային, բայց իրանք պատրաստ չեն հենց իրանք, որ այդ հարձակումները կազմակերպեն։ Ուստի համարում եմ, որ այդ հնարավորությունը կթողնեն, որ եթե պետք լինի Իրանի միջոցով հարվածներ հասցնեն այստեղ Բաբ el-Մանդեբի նեղություն, որը շատ մեծ կարևորություն ունի միջազգային առևտրի համար, այդ թվում հենց Իսրայելի համար։ Իհարկե, ամենահետաքրքիրը կողքի դնենք Միացյալ Արաբական Էմիրությունները եւ Եմենը, որ այն է, որ Իսրայելը այստեղ ռազմակայաններ կձևավորի, այդ նշանակում է, որ Թուրքիան Սոմալիային օգնելով վերականգնել Սոմալիլենդի վրա վերահսկողությունը չկարողանա, Իսրայելը թույլ չտա։ Միևնույն ժամանակ, եթե շատ ակտիվանան հութիները, ապա հութիներին այստեղ հարվածներ է սպասում, Սաուդյան Արաբիան այդքան իհարկե չի խորանա, որ Իսրայելի հետ մտնի հակամարտության մեջ, առնվազն այս փուլում։ Ամենահետաքրքիր հարցը մնում է այս կղզիների հարցը, որտեղ կղզիները երկար ժամանակ է Միացյալ Արաբական Էմիրություններն են վերահսկում, կշարունակեն վերահսկել թե չէ, չգիտեմ, կտեսնենք, ենթադրում եմ, որ չէ, որովհետև Սաուդյան Արաբիան պահանջ կներկայացնի եւ կկատարեն երևի, որովհետեւ մնացած պահանջներն էլ կատարեցին։ Եթե դա այդպես տեղի է ունենում, ապա տեսեք, այստեղ Սաուդյան Արաբիան, այստեղ Սաուդյան Արաբիան, այստեղ Թուրքիան, այստեղ Իսրայելը։ Այստեղ Ջիբուտիում հետաքրքիր է, հեսա քաղաք Ջիբուտի կա, այստեղ Ջիբուտի քաղաքում միտեղ Միացյալ Նահանգների ռազմակայանն է, այստեղ Չինաստանի ռազմակայանն է։ Շատ հետաքրքիր իրավիճակ է։ Պատկերացնում եք, չէ, այս փոքր հատվածում Բաբ el-Մանդեբի հիմա քանի պետություն է ներկա։ Ուրեմն Միացյալ Նահանգներ, Չինաստան, Իսրայել, Թուրքիա, Սաուդյան Արաբիա, Իրան, արդեն չասեմ տեղի պետությունները։ Շատ բարդ իրավիճակ է եւ շատ հետաքրքիր։ Ուստի Եմենում կարելի ասել Սաուդյան Արաբիան հաղթեց եւ իմ վերլուծությունը այսօր ուղղված է նրան, որ ձեզ տեղյակ պահեմ այս թեմայի այս փուլում ավարտի մասին, կարծում եմ, որ սրանով կանգ կառնի Եմենի մասին քննարկումները առնվազն միջև հութիները որևէ մի բան չանեն։ Մնում է թեման մենակ հութիների թեման այստեղ։ Միջև հութիների թեման զարգանա, չեմ կարծում, որ Եմենը նորից մեր ուշադրության կենտրոնում հայտնվի։ Շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք ստեսություն։